Բարի երեկո։ Արարատ Նյուզի տաղավարում է քաղաքագետ Էդգար Առաքելյանը, Վարդես պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, երեկ եւ այսօր Հայաստանում էր Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը, Հայաստանի ընդդիմադիր շրջանակները մինչ այս նշում էին, որ սա պրոտոկոլային այց է, բայց արդյոք նման պրոտոկոլային այցերի դեպքում օրինակ Միացյալ Նահանգները միջուկային անվտանգության ոլորտում համագործակցություն է ստորագրում կամ ԱՏՍ-ներ վաճառում, գերհզոր չիպեր արտահանում եւ իհարկե TRIP նախագիծը, որը ենթադրում է միլիարդավոր դոլարների ներդրում Հայաստանի ենթակառուցվածքներում։ Իհարկե սա պրոտոկոլային այց չի եւ այցը բավականին բովանդակալից էր եւ կարող եմ ասել պատմական այց էր։ Իհարկե այդ շրջանակների համար սա մտահոգություն է, քանի որ իրենք ուրեմն իրենց այն ինչ որ հիմա Միացյալ Նահանգները առաջարկում է Հայաստանին, իրենք դրա դիմաց կոնտր առաջարկներ չունեն, թե ֆինանսների մակարդակով եւ թե տեխնոլոգիական մակարդակով։ Օրինակ իրանք կարան ասենք սրբիչի գործարան հիմնեն, խնդիր չկա հիմնեն, բայց օրինակ իրանց ընտրությունը սրբիչի գործարանն է, իսկ այստեղ մենք կառուցում ենք արհեստական բանականության գործարան եւ տարբերությունը տեսնում եք, չէ՞։ Այսինքն երբ որ Հայաստանը դուրս է գալիս արդեն տեխնոլոգիական առումով կարող ենք ասել այն ինչ որ արդեն խոստացվել է Հայաստանին ոչ միայն տարածաշրջանային նշանակություն ունի, այլև գլոբալ, քանի որ ինչպես գիտեք Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նաև գրառում է կատարել եւ նշել, որ արդեն այդ Firebird-ի պրոյեկտով մենք գիտենք, որ 500 միլիոնի ներդրում կար, երկրորդ փուլի արդեն ներդրումով Հայաստանում կներդրվի շուրջ 4 միլիարդ դոլարի ներդրում կարվի բարձր տեխնոլոգիական ոլորտում այդ արհեստական բանականության գործարանի կառուցման հետ կապված մենք գիտենք, որ կա նաև խոսակցություններ, որ կկառուցվի Հայաստանում նաև չիպերի արտադրության գործարան, մենք գիտենք ատոմակայանի պատմությունը, մենք գիտենք իհարկե TRIP-ը դեռևս TRIP-ի նախագծի հետ կապված ֆինանսական ուրեմն կոնկրետ տվյալներ չկան, բայց ինչպես Միացյալ Նահանգների փոխնախագահը նշեց, դա խոշոր ուրեմն մասնավոր ուրեմն ներդրումներ կգան Հայաստան միջազգային մասշտաբի, այստեղ էլի միլիարդավոր դոլարների մասին է խոսքը գնում եւ ահա միայն այս 1-2 օրվա այս ուրեմն հայտարարությունները խոսում են առնվազն 13-14 միլիարդ դոլարի մասին, չհաշված դեռ ուրեմն կրկնեմ TRIP-ը ու այդ մարդիկ բնականաբար երբ որ հիշում եք ժամանակին եկել էին ասում են դե Հայաստանում 800 միլիոն դոլարի ներդրում կանենք, 800 միլիոն դոլարի ներդրում կանենք ու այդ 800 միլիոն դոլարը այդպես էլ չտեսանք, դա 17 թվի մասին է, ու բնականաբար այս 13-14 միլիարդ դոլարի դեմ իրանք որևէ առաջարկ չունեն, իրանք փաստացի նման հնարավորություններ չունեն, իրանց հնարավորությունները, ինչպես նշեցի, սրբիչի գործարանն է ու դրանից այն կողմ չի անցնում, իսկ այստեղ բարձր տեխնոլոգիական իհարկե ես ողջունում եմ, որ Հայաստանում կարող են նաև սրբիչի գործարան հիմնել, բայց մենք գիտենք, չէ, ինչպիսի մակարդակի ներդրումների մասին է խոսվում եւ ինչպիսի ուրեմն այսպես տեխնոլոգիական ներդրումների մասին է խոսքը։ Չէ, դե միայն սրբիչներ չէ, Նարեկ Կարապետյանն ասում էր, որ դեղերի արժեքները կնվազեն ինչպես Վրաստանում, սա ուղղակի տեսեք իրենք մի բան ասեմ, իրենք Հայաստանում հիմնել են, երբ որ տիրապետում էին հեծին, իրենք Հայաստանում հիմնել են ուրեմն այդ տրանսֆորմատորների ինչ-որ գործարան կամ հավաքման գործարան ու իմ տեղեկություններով այդ տրանսֆորմատորները, որոնք իրենք են արտադրում, շատ ավելի թանկ էր վաճառվում հեծին, քան օրինակ եթե դրսից դրանք ներկրվում էին։ Հետևաբար ինչ որ հիմա իրանք եկել են ժողովրդին ասում են կամ փորձում են մոլորության մեջ գցել, դա իրականությանը չի համապատասխանում։ Իրենց վերջին 20-25 տարիների գործունեությունը, տնտեսական գործունեությունը ես նկատի ունեմ Հայաստանում, ապացուցում է հակառակը։ Ու հիմա իրանք եկել են ժողովրդին ուզում են նոր ինչ որ հնարավորություններ առաջարկել, մինչդեռ դրա ժամանակը իրանք ունեին այդ 20-25 տարիների ընթացքում ապացուցելու, որ այո, իրանք կարող ուժեն։ Իդեպ պարոն Թռչող Սարգսը, որը երեք նաև տեսանք Բաղրամյան 26-ում, եթե ճիշտ հասկացանք, նշվում է, որ նաև դրա արտադրական տեխնոլոգիաներն են փոխանցվելու Հայաստանում։ Վենսը իր խոսքում ասեց տեխնոլոգիաների փոխանցման մասին, եւ սա նույնպես ոչ պակաս կարևոր է, քանի որ ուրեմն մեզ
տալիս են ոչ միայն կարթը, հա, մեզ սովորեցնում են թե ինչպես ձուկ բռնել եւ ինչպես այդ կարթը հա սարքել եւ հետեւաբար սա նաեւ տեխնոլոգիաների փոխանցում է, ընդ որում Վենսը իր խոսքում բազմիցս նշեց, որ սրանք տեխնոլոգիաներ են, որոնք աշխարհի շատ երկրներ չունեն եւ չեն էլ կարող ունենալ եւ մենք այս տեխնոլոգիաները փոխանցում ենք Հայաստանի Հանրապետությանը։ Նայրի Հոխիկյան անունով մի անձնավորություն նշում է, որ այս ԱԹՍ-ները օրինակ օգտագործվելու են Իրանի դեմ հետախուզություն իրականացնել։ Գիտեք, ես այդ անձին չեմ ուզում մեկնաբանել, քանի որ այս մարդիկ աշխատում են Հայաստանի Հանրապետության դեմ, իմ մոտ տպավորությունն է, որ այս մարդիկ ըստ էության գործում են կոնկրետ երկրի շահերը սպասարկելով եւ կոնկրետ երկրի շահերի գործակալներն են Հայաստանի Հանրապետությանը։ Ես դասել եմ, որ ասում են այդ 5 միլիարդը, որ ասել է Վենսը, դա այդ Ադրբեջանի Ալիևի հիշում եք, որ հա հիշում եք, որ Ալիևը բանը ասենց 5 միլիարդի մասին են խոսում։ Խոսել նման ոճով, հա, խոսել լավ իմանալով, որ այդ ուրեմն տեղեկությունը սուտ է եւ տարածել այդ տեղեկությունը առնվազն Հայաստանի Հանրապետության թշնամիները կանեն նման ուրեմն հայտարարություններ, իսկ այդ ԱԹՍ-ները եւ տեխնոլոգիաները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերին։ Եվ եթե Միացյալ Նահանգները ցանկանա ուրեմն Իրանին հետախուզի, ապա Միացյալ Նահանգները շատ ավելի հզոր տեխնոլոգիաներ ունի եւ ուրեմն տիեզերքից նա կարողանում է այդ ամենը իրականացնել, նա կարող է անել դա եւ Պարսից ծոցից, որտեղ ունի բազմաթիվ ռազմաբազաներ, մերձավոր արևելքից, Ադրբեջանից նույնիսկ, որտեղ Իսրայելը ունի լուրջ հետախուզական հնարավորություններ ու թողած այս ամենը կենտրոնանալ Հայաստանի վրա, ասել, որ Հայաստանից նման բան են անելու, դա կանի առնվազն Հայաստանի Հանրապետության թշնամիները եւ դավաճանները։ Ես այդ մարդկանց հիմա այդպես եմ ընկալում, ովքեր նման խոսույթ են գեներացնում։ Գերիների մասով բողոքի ակցիա էին իրականացնում, այնտեղ տարբեր հանրապետականներ էին, Միրզոյանը երբ որ հարցին պատասխանեց, նշեց, որ իհարկե այդ հարցը քննարկվել է, հիմա որն է իմաստը այդ բողոքի ցույցի առհասարակ։ Առհասարակ իրենք խաղբանտարկյալներից իհարկե ճակերտավոր։ Նախ նշենք, որ Հայաստանում չկա խաղբանտարկյալ, մարդը, որը տերորիզմի եւ իշխանության բռնի ուրեմն հեղաշրջման կոչեր է անում, այդ մարդը չի կարող լինել խաղբանտարկյալ, այդ մարդը այդ մարդիկ կամ նմանատիպ մարդիկ հիմա բանտարկված են կոնկրետ քրեական օրենսգրքի համապատասխան։ Եվ հետեւաբար այդ մարդկանց դրանք շոուներ են պարզապես, որոնք ուզում են ցույց տալ, որ իրանք մտահոգված են, մինչդեռ այդ մարդկանց այդ խնդրով հասցեատերը ուրիշ տեղ է։ Ու բոլորս գիտենք, թե որտեղ է այդ տեղը եւ բոլորս գիտենք, թե այդ մարդիկ ինչպես ում հովանու ներքո են ուրեմն փոխանցվել Ադրբեջանին գերու կարգավիճակով եւ հետեւաբար այդ մարդիկ, չգիտես ինչու, երբ որ այդ կոնկրետ տեղերից պաշտոնյաներ են գալիս, չեն գնում նման միտինգներ անել, այնպես էին իրենց ճողում, կարծեք թե ինչ որ, չգիտեմ, այդտեղ բռնել էին իրանց եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ մենք խնդիր ունենք հերթական շոուի հետ այդ մարդկանց կարգավիճակը շահարկելով ու համոզված եղեք, որ Հայաստանի իշխանությունները, ինչպես նաեւ նշել է Միրզոյանը եւ ոչ միայն, որ բոլոր հնարավոր միջազգային հարթակներում եւ գործընկերների հետ այդ հարցը բարձրացնում են եւ նման շոուները ընդհակառակը վնասում են այդ մարդկանց։ Տեսեք, ես ստիպված եմ իրենց թեզերը կրկնել, իրենք ասում են Միացյալ Նահանգները մեզ տանում է վիլայեթացման, դրա համար էլ նաև Եվրամիությունը չի արձանագրում, որ Հայաստանում խաղբանտարկյալներ կան։ Գիտեք, քանի որ իրանց ուղեղը, հա, ասես գուբերնացված է, իրանք այսպես տրուկի մտածելակերպով, երբ որ մենք գիտենք, թե այդ իրանց կառավարման տարիներին իրանք ինչ կարգավիճակով են եղել, հիմա երբ որ Հայաստանը սուվերեն քայլեր է կատարում, իրանք փորձում են դա ներկայացնել թուրքական լույսի ներքո, սա կոնկրետ տեղից եկած պրոպագանդիստական թեզ է, որը սրսկվում է մեր հասարակության մեջ, ասելով այ տեսեք, եթե դուք գնում եք Միացյալ Նահանգների հետ, ապա դուք գնում եք Թուրքիայի հետ։ Մինչդեռ մենք գիտենք, թե Թուրքիայի գործընկերները պատմականորեն գործընկերը ով է եղել եւ պատմականորեն այդ գործընկերությունը թե առաջին հանրապետության ժամանակահատվածում, թե 20 թվականից սկսած մեր հետ ինչ չար կատակ խաղաց եւ այս մարդիկ այսօր նորից ուզում են դա կրկնել, այս անգամ Հայաստանի Հանրապետության հետ, որը բնականաբար մենք թույլ չենք տալու եւ այդ կեղծ թեզը, որը այսօր
այդ կես թեզերով, որ այսօր հանդես են գալիս, նրանք լավ պատկերացնում են, որ Հայաստանը այլևս սուվերեն քայլեր է ձեռնարկում եւ Հայաստանի տնտեսական, տեխնոլոգիական, աշխարհաքաղաքական ուրեմն հնարավորությունը եւ կշիռը ավելանում են այս պրոյեկտներով, իսկ դա իրենց ձեռնտու չէ։ Ինչի ձեռնտու չէ, քանի որ երբ որ Հայաստանը փակողային պետություններ, երբ որ Հայաստանի սահմանները փակ էին, երբ որ Հայաստանը ընդամենը 1 կամ 1.5 ելք ուներ արտաքին աշխարհ, այդ փակ սահմանները այդ մարդկանց համար բաց հնարավորություններ էին Հայաստանի ինքնիշխանության հաշվին հարստանալու, Հայաստանի ինքնիշխանության հաշվին իշխանություն պահելու, Հայաստանի ինքնիշխանության հաշվին Հայաստանը դարձնելու գուբերնիա եւ նվիրելու կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնին։ Եվ հետեւաբար այդ մարդիկ այսօր անհանգստացած են եւ թուրքական ինչ որ վախեր են փորձում ներարկել մեր հասարակության մեջ։ Ընդհակառակը, տեսեք, Թուրքիան այսօր հանդիսանում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների միակ գործընկերը, չէ՞, դա էլի մոնոպոլիա է Թուրքիայի համար։ Բայց Միացյալ Նահանգները ուզում է հենց այդ մոնոպոլիայից ազատվի եւ տարածաշրջանում էլի գործընկերներ ձեռք բերի, տվյալ դեպքում իդեմս Հայաստանի Հանրապետության եւ թուրքական մոնոպոլիան այս տարածաշրջանում վերանում է, ընդհակառակը թուրքական ազդեցությունն է վերանում եւ այդ ազդեցության մի մասը պատվիրակվում է Հայաստանի Հանրապետության, այսինքն Թուրքիան դադարում է լինել այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների ուրեմն բացառիկ կամ միակ գործընկերը եւ այդ հնարավորություններից մենք կարողանում ենք օգտվել որպես արդեն Միացյալ Նահանգների գործընկեր այս տարածաշրջանում։ Ընդհակառակը հակառակ process-ն է տեղի ունենում։ Հատկապես դաշնակցական շրջանակները նշում էին, որ Վենսի այցի ընթացքում չի լինի այց Ծիծեռնակաբերդ, նշում էին, որ Հայաստանի իշխանություններն են իբր հանել արարողակարգից, բայց տեսանք, որ Վենսը իր կնոջ հետ այցելեց Ծիծեռնակաբերդ, իդեպ Ծիծեռնակաբերդը քանդված չէր։ Իդեպ սա նաև թարմ օրինակ, թե ինչպես են աշխատում այդ կեղծ տեղեկատվությամբ, ինչպես են իրանք անամոթաբար ստում, ինչպես են իրանք մոլորության ուրեմն ենթարկում մեր հասարակությանը, ինչպես են մանիպուլացնում, ես պատահական չկրկնեցի, չասեցի, որ մարդիկ, ովքեր լավ գիտեն, որ իրականությունը այդպես չի, մարդիկ, ովքեր լավ գիտեն, որ այստեղ ոչ թե վիալետացում է գնում, ոչ թե Վենսը գալու է, չի գնալու, անարգելու է ցեղասպանության հիշատակը, լավ գիտեն, որ այդ դրոնները բացառապես Հայաստանի Հանրապետության համար են եւ օգտագործելու են բացառապես զինված ուժերը եւ կապ չունի Իրանը հետախուզելու հետ։ Մարդիկ լավ գիտեն, որ այդ ուրեմն այդ միլիարդները, որի մասին խոսում էր Վենսը, դրանք ամերիկյան գումարներն են, ոչ թե ադրբեջանական, այդ մարդիկ այդ ամենը լավ իմանալով հակառակն են ասում, ուրեմն դրանով ըստ էության ենթադրելու առիթ են տալիս, որ այս մարդիկ իրականում Հայաստանի Հանրապետության դեմ գործող երրորդ երկրի ազդեցության գործակալներ են, ովքեր ելնելով իրենց նեղ ազնական շահերից Հայաստանի դեմ տեղեկատվական, քարոզչական տերոր են իրականացնում։ Երեք թուրքական մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Թուրքիայի կողմից Ալիջանի անցակետ է այցելել Իգդիրի նահանգապետը եւ որ նախատեսվում է արագացնել սահմանային անցակետի բացումը Հայաստանի հետ, նշվում է, որ անցակետի ակտիվացումը հետապնդում է սահմանային առևտրի վերահսկում, լոգիստիկ առավելություն եւ երկու երկրների միջև փոխադարձ այցելություններ, որը կնպաստի տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը, այս առումով ինչ կարող ենք սպասել։ Այն ինչ որ հիմա տեղի ունենում մեր տարածաշրջանում, նաև Վենսի այցը այդ համատեքստում է, որ տարածաշրջանը այլևս պետքա բացվի, ապաշրջափակվի ու այստեղ այդ ապաշրջափակման առաջին շահառուն օգտվողը, առաջին պետությունը, որ ամենաշատն է շահելու այդ ապաշրջափակումից, դա Հայաստանի Հանրապետությունն է եւ այստեղ այլ կարծիք լինել չի կարող։ Մենք բացում ենք մեր շնչառության երկրորդ եւ երրորդ մակարդակները, տնտեսական, չգիտեմ, արտաքին հարաբերությունների եւ դրանով Հայաստանի Հանրապետությունը ստանալու է տնտեսական զարգացման մեծ պոտենցիալ, նաեւ թրիփով դառնում է շատ կարեւոր օղակ տարածաշրջանային զարգացման, ինչպես իդեպ Վենսը նշեց, որ Հայաստանը հասել է մի կետի, որտեղ կարող է լինել, կրկնեմ, կարող է լինել տնտեսական զարգացման հենակետ, այսինքն այն մարդիկ, ովքեր մինչ այս ասում են, որ դա Ադրբեջանը շատ կարևոր Միացյալ Նահանգների համար եւ այլն, այսօր Միացյալ Նահանգների երկրորդ պաշտոնյան, կարող ենք առանց վարանելու ասել, երկիր մոլորակի երկրորդ պաշտոնյան եկել է Հայաստան
ու ըստ էության հայտարարում է, որ մենք Հայաստանին տալիս ենք լուրջ տեխնոլոգիաներ, որի հետ կապված արդեն փաստաթղթերը պատրաստ են, եւ Հայաստանը դառնալու է այս տարածաշրջանում տնտեսական զարգացման հենարան, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների համար, ի տարբերություն նախորդ ժամանակների, երբ Հայաստանին դիտարկում են որպես ոտի տեղ ֆորպոստ իրենց, չգիտեմ, աշխարհակաղակական նպատակների համար։ Ասա է տարբերությունը, որի մասին մենք խոսում ենք, իսկ Թուրքիայի հետ սահմանը բնականաբար բացվելու է տրամաբանության շրջանակներում չի կարող։ Ես կարծում եմ դա տեղի կունենա շատ մոտ ապագայում։ Նաև եթե ճիշտ եմ հիշում, 3 թրիփի շրջանակում Վենսը հայտարարեց, որ սահմանազատումը կարծես պետք է արագացնել, այդ մասով կարող ենք տեսնել process։ Ես կարծում եմ այո, առաջիկա ամիսներին մենք շատ կարևոր process-ներ կտեսնենք, թե սահմանազատման, թե սահմանների բացման, թե թրիփի արդեն գործնական ուրեմն ընթացքի մեջ մտնելու, թե տնտեսական այլ պրոյեկտների տվյալ դեպքում արհեստական բանականության գործարանին չիպի, մենք տեսանք, որ նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հայտարարեց, որ YouTube-ը արդեն Հայաստանում մանետիզացվում է, այսինքն մարդիկ ովքեր եւ այլն, այսինքն մեզ սպասում են շատ կարեւոր եւ լուրջ պրոյեկտներ, որոնք Հայաստանը որպես պետություն բարձրացնելու են մի քանի մակարդակ բարձր եւ դարձնելու են մեր տարածաշրջանի եւ ոչ միայն տարածաշրջանի շատ կարեւոր պետություն, քանի որ խոսքը գնում է օրինակ 4 միլիարդ դոլար ներդրումով արհեստական բանականության գործարան հիմնելու մասին, ապա ակնհայտ է, չէ, որ այդ կարողությունը սպասարկել է ոչ միայն մեր նեղ տարածաշրջանը, այլև այդ տարածաշրջանից դուրս գլոբալ առումով դառնալու է Հայաստանը տեխնոլոգիական շատ կարևոր կենտրոն։ Այսքանը, պարոն Առաքելյան, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։